Բարև ձեզ, եթերում բիզնես հարցազրույցն է։ Հայ և վրացի ֆինանսիստները որոշել են աշխուժացնել գործակցությունը ու միավորել ուժերը երկու երկրների արժեթղթերի շուկան ոտքի կանգնեցնելու նպատակով։ Որոշումը ամրագրվել է համապատասխան հուշագրի ստորագրումով, այն կնքել են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան և Վրաստանի բանկերի միությունը օրեր առաջ Դիլիջանում կայացած հայ-վրացական ֆինանսական շուկաների անդրանիկ համաժողովի ընթացքում։ Ինչ կտա Հայաստանին վրացի բանկերների ու արժեթղթերի թողարկողների նոր գործակցությունը, Arnews-ի եթերում կպարզաբանի NASDAQ OMX Armenia բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։ Բարև ձեզ, պարոն Սարոյան։ Պարոն Սարոյան, հայ և վրացի ֆինանսիստները որոշեցին գործակցել մի ոլորտում, որի ճակատագիրը մեղմ ասած անկանխատեսելի է ամբողջ աշխարհում, խոսքը արժեթղթերի շուկայի մասին է։ Ըստ ձեզ, ինչպիսին կլինի այս համարձակքայլի ապագան։ Նախ ասեմ, որ Դիլիջանում կայացած համաժողովը մի քիչ ընդգրկում էր ավելի լայն թեմա եւ ընդգրկում էր ամբողջ ֆինանսական շուկան եւ ոչ միայն արժեթղթերի շուկան։ Այն իր մեջ ներառում է իհարկե արժեթղթերի շուկան եւ այսպես կոչված դրամային գործիքների շուկան, դրամական գործիքների շուկան։ Ապագա կա զարգացնելու ոչ միայն արժեթղթերի շուկան, այլ նաեւ ֆինանսական շուկան։ Նշեմ, որ Հայաստանում մենք մի փոքր ավելի շատ գործիքներ ունենք այդ տեսակետից։ Օրինակ, NASDAQ OMX Armenia-ի հարթակում բանկերը այժմ կարողանում են overnight պայմանագրեր կնքել եւ արտարժույթի առքուվաճառք իրականացնել։ Իհարկե, նաև կան արժեթղթերի թե պետական, թե կորպորատիվ արժեթղթերի առքուվաճառք եւ ռեպո գործառույթներ, բայց դրանք այդքան ակտիվ չեն։ Եվ հատկապես այդ երկու գործիքներով մենք կարող ենք կիսվել մեր փորձով, մեր վրացի գոլեգաների հետ։ Նշեմ, որ ի տարբերություն Հայաստանի արժեթղթերի շուկային, Վրաստանի արժեթղթերի շուկան մի քիչ ավելի լավ է զարգացած բաժնետոմսերի տեսանկյունից, սակայն ինչ վերաբերում է պետական պարտատոմսերի շուկային, ապա ստեղ ես կարծում եմ, որ մենք առաջատարն ենք։ Պարոն Սարոյան, եթե Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերը միմյանց որոշ չափով նման են, քանի որ երկուսն էլ համեմատաբար կայուն են և նաև մասնակիցների թվով են նույնը, ապա արժեթղթերի շուկան կառուցվածքով տարբեր է, ինչպես դուք նշեցիք, այստեղ ընկերությունները ավելի շատ նախընտրում են կորպորատիվ պարտատոմսեր թողարկել, Վրաստանում ավելի շատ բաժնետոմսեր։ Եվ այս տարբերության առկայության պարագայում ինչպիսի ֆինանսական գործիքներ պետք է կիրառեն արժեթղթեր թողարկողները, որպեսզի այս գործակցությունը ավելի արդյունավետ լինի։ Իմ կարծիքով Հայաստանում այս շուկայի զարգացման ուղին պետք է ընթանա կորպորատիվ պարտատոմսերի շուկան զարգացնելու միջոցով։ Ինչու, որովհետև դա ավելի պարզ եւ հասկանալի գործիք է թողարկողների համար։ Այսինքն նույն թողարկողները Հայաստանում ներկայումս հակված են եւ իրենց համար հասկանալի է վարկ հասկացողությունը։ Այսինքն նրանք կարող են դիմել բանկ եւ ստանալ այդ կորպորատիվ վարկը։ Պարտատոմսը դա գրեթե նույն վարկն է, այսինքն դա փոխառության տեսակ է։ Հետևաբար դա ավելի հասկանալի է եւ ընդունելի է թողարկողների համար։ Եվ իմ կարծիքով այն թողարկողները, որոնք որ կսկսեն թողարկել պարտատոմսեր, իրենք վաղ թե ուշ կգան այն հասկացության, որ իրենք նաեւ պետք է թողարկեն բաժնետոմսեր եւ գնան այսպես կոչված IPO-ի։ Վրաստանում իրավիճակը մի փոքր այլ է։ Վրաստանի շուկան իհարկե ավելի մեծ է ծավալով, քան մեր շուկան, սակայն դա հիմնականում պայմանավորված է 2-3 խոշոր թողարկումներով, որից ամենանշանակալին դա Bank of Georgia բանկի թողարկումն է։ Իդեպ Bank of Georgia-ի փորձն էլ եթե ուսումնասիրում ենք, ակնհայտ երևում է, որ Bank of Georgia-ն սկզբից սկսել էր տեղական շուկայում, տեղական լոնդոնյան բորսայում։ Այո, եւ ներկայումս գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է լոնդոնյան բորսա։ Դա էլ վիճելի հարց է կամ ոնց ասեմ, վիճելի արդյունք է, քանի որ ստացվում է տվյալ ընկերությունը զարգացավ եւ լքեց տեղական շուկան, ինչ նշանակում է ծավալների պակասեցում տվյալ շուկայում։ Մենք պետք է կարողանանք ոչ միայն աճացնել այդ ընկերություններին միջև մեծ ծավալներ եւ նույնիսկ այլ բորսաներում միգուցե Լոնդոնյան կամ NASDAQ OMX ընկերության այդ ամբողջ ընտանիքում ինչ որ որևէ նույն ամերիկյան նույնիսկ NASDAQ ասենք բորսայում ցուցակման, այլ նաև որոշակի պետք է աշխատենք, որ պահպանենք այդ ծավալները նաև տեղական շուկայում։
Պարտատոմսերի թեմային անդրադառնալով նշեմ, որ արդեն այս վերջերս կենտրոնական բանկը հրապարակեց պարզաբանում, համաձայն որի տեղական ընկերություններին թույլատրվում է իրականացնել արտարժութային պարտատոմսերի թողարկումներ եւ տեղաբաշխումներ։ Դա իմ կարծիքով մեծ առաջընթաց է։ Ինչու, որովհետեւ ինչպես նշեցի, պարտատոմսը շատ նման է վարկի։ Սակայն ի տարբերություն վարկի, ընկերությունը հնարավորություն ունի թողարկելով այդ պարտատոմսը, տեղաբաշխելով եւ շրջանառելով, հնարավորինս ստանալ օպտիմալ գին, այսինքն դա արդարացված գին է ստացվում։ Դա իր հերթին կբերի ինչպես վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, այնպես էլ խնայողությունների, բնակչության եւ ինստիտուցիոնալ ներդրողների խնայողությունների առավել օպտիմալ տեղաբաշխմանը, քանի որ մասնակցում են տվյալ առաջարկությանը կմասնակցեն գրեթե բոլորը կամ կարող են մասնակցել բոլորը։ Դա մեծ առաջընթաց է եւ իմ կարծիքով այստեղ մենք կունենանք հաջողություններ։ Բացի դրանից կարող եմ ասել, որ դոլարային կամ արտարժույթով թողարկվելիք պարտատոմսերը հնարավորություն կտան օտարերկրյա ներդրողներին խուսափել արտարժույթի ռիսկից, քանի որ ներկայումս գործում են միայն դրամային գործիքներ, այսինքն դրամով արտահայտված օրինակ պետական պարտատոմսեր կամ կորպորատիվ պարտատոմսեր, եւ օտարերկրյա ներդրողը, երբ որ ներդրում է կատարում այդ արժեթղթերում, ոչ միայն կրում է չվերադարձման ռիսկը, երկրի ռիսկը, ինչու ոչ, եւ այդ թվում կրում է նաեւ արտարժութային ռիսկը։ 2005 թվականին, ուրեմն մեր բորսայում կային 200 թողարկողներ, սակայն այժմ թիվը հազիվ հասնում է 20-ի։ Այսինքն 1-0-ով կրճատվել է։ Ինչով է սա պայմանավորված եւ կարող ենք սպասել, որ եւս 1-0-ով կկրճատվի այդ թիվը։ Շատ լավ հարց է եւ երբ որ շատ հաճախ համեմատում են օրինակ Վրաստանի բորսայում ցուցակված ընկերությունների քանակը մեր բորսայում ցուցակված ընկերությունների քանակի հետ, թյուր կարծիք է ձևավորվում, որ այնտեղ շուկան ավելի զարգացած է այդ տեսակետից։ Նշեմ, որ Nasdaq OMX խումբը երբ որ ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարան, որոշակի չափով փոխեց կանոնները այդ մեր բորսայում ցուցակման եւ շրջանառության կանոնները։ Դրանով է պայմանավորված, որ մեր ընկերությունների ցուցակված ընկերությունների քանակը կրճատվեց։ Այսինքն թողնվեցին միայն այն ընկերությունները, որոնք որ քիչ թե շատ ունեն շրջանառություն իրենց բաժնետոմսերով։ Մինչ այդ, երբ որ դուք նշում եք այդ 200 թիվը, այդ ընկերությունները пассив վիճակում էին, այսինքն դա բաց բաժնետիրական ընկերություններն էին, որոնք որ սեփականաշնորհման արդյունքում ձևավորվեցին, սակայն որևէ գործառնություն չէր իրականացվում այդ բաժնետոմսերով։ Որոշում կայացվեց որոշակի չափով մաքրել այդ ցուցակը։